Խաղաղություն ձեզ սիրելի եղբայրներ, քույրեր, մեկ անգամ ևս ասենք փառք ես Տեր Հիսուս այս սուրբ կիրակի օրվա համար, որ դու հավաքել ես մեզ քո կենդանի խոսքերը լսելու եւ մեզ հոգեվորապես ավելի ու ավելի կենդանացնելու։ Սիրելի եղբայրներ, քույրեր, մենք գիտենք, որ Ելիս գրքից կարդում ենք, որ երբ որ Իսրայել ժողովուրդը Եգիպտոսի մեջքերության մեջ էր, այդ ժամանակ Տերը իհարկե Մովսեսը փախել էր, այդ պատմությունը գիտեք, փախել էր Իսրայելից Մադիամի երկիրը, եւ Տերը Մովսեսի հետ խոսեց եւ ասեց. «Արի քեզ ուղարկեմ, որ ուղարկեմ Եգիպտոս իմ ժողովրդին ազատելու եւ Քանանի երկիրը տանելու համար»։ Այսինքն Տերը ծրագիր ուներ, որ պետք է իր ժողովրդին այդ չարչարանքներից ազատեր, Եգիպտոսի գերությունից ազատեր եւ տաներ Քանանի երկիրը։ Եվ ասես Տերը, որ Եգիպտոսի մեջ եղող ժողովրդից չարչարանքը արդարև տեսա եւ գործարարին պատժարով անոնց վերցուցած աղաղակը լսեցի, վանզի անոնց նեղությունները գիտեմ։ Անոնց նեղությունները գիտեմ։ Հիմա Տերը գիտի մեր նեղությունները, թե չգիտի, ինչ կարծիք եք։ Իհարկե գիտի։ Բայց ինչ արեց այդ նեղությունները գիտենալով Տերը, ինչպես որոշեց եւ ինչ արեց, որ ազատի։ Ուղարկեց Եգիպտոսի փարավոն թագավորի մոտ։ Ես կարճ եմ ասում, որովհետեւ հիմնական ուշադրությունը ուրիշ բանի վրա պետք է շեղվենք։ Երբ որ մտավ փարավոնի մոտ եւ ասեց, որ Եհովա Աստված ասում է, որ արձակեմ ժողովուրդս, որ գնանք պաշտենք մեր Աստծուն։ Բայց ասեց Եհովան, որ ես Եհովային չեմ ճանաչում, եւ ինչ է արավ, դրել նրանց այդ բանից հետո ավելի խստացրեց իրանց չարչարանքը, ավելի դարման չէր տալիս, բայց աղուսների նույն քանակն էր պահանջում, որ Իսրայել ժողովուրդը անեն։ Եվ մենք տեսնում ենք, որ երբ որ դուրս եկավ 5-րդ գլխի 22 համարից կարդում ենք Ելից, որ երբ որ դուրս եկավ փարավոն թագավորի մոտից, այսպես ասեց Մովսես, եւ Մովսես Տիրոջը դարձավ ու ասավ. «Ով Տեր, ինչու այս ժողովուրդը փորձանքի մեջ ձգեցիր, եւ զիս ինչու ղրկեցիր։ Ասի քանի որ քու անունովդ փարավոնի զրուցելու եկել եմ, անիկա այս ժողովուրդը փորձանքի մեջ ձգեց ու դու բնավ չփրկեցիր քո ժողովուրդը։ Ինչու ասма մեզ փորձանքի մեջ գցեցիր։ Ու դու քո ժողովուրդը բնավ չփրկեցիր»։ Հիմա տեսեք ժողովուրդ ջան, այստեղ մենք տեսնում ենք, որ Մովսեսը իրան փորձանքի մեջ էր տեսնում եւ ոչ միայն իրան, այլ իր ժողովրդին։ Տեսեք, մենք հետո գիտենք, թե ինչպես Աստված Մովսեսի միջոցով ազատեց 10 հրաշներից հետո վերջում, երբ որ անդրանիկները մեռան, նոր թույլ տվեց։ Սա չի հարցը։ Մենք հիմա այստեղ մենք տեսնում ենք, որ Մովսեսը իրան փորձանքի մեջ տեսավ։ Բայց Աստված էր իրան ասել, չէ՞ որ գնա եւ իմ ժողովուրդս փարավոնի ձեռքից ազատի, որովհետեւ նրանց չարչարանքը, նրանց տառապանքը տեսել է։ Աստված էր ուղարկել։ Բայց հիմա Մովսեսը իրան գնա փորձանքի մեջ։ Եվ դու ասում ես, դու չփրկեցիր մեզի։ Հիմա տեսեք, սիրելիներս, օրինակի համար, եթե Տերը Մովսեսին նախորոք ասեր, մինչև ուղարկել ասեր, գիտես Մովսես, ասենք, որ դու գնաս փարավոնի մոտ, փարավոնը պիտի չթողի, բայց ես իմ բաներս պիտի խստացնեմ, հրաշքներս պիտի անեմ, փարավոնի սիրտը պիտի խստացնեմ, որ նա թույլ չտա, բայց իմ հրաշքներս պիտի անեմ, եւ վերջում դուք պիտի դուրս գաք եւ նաեւ պիտի կողոպտեք եգիպտացիներին։ Եվ կարմիր ծովը պիտի ասնեք, եւ փարավոնը ձեր հետևից պիտի գնի, բայց կարմիր ծովը պիտի ասնեք,
ու ես ձեզ պիտի տանեմ հասցնեմ Քանանի երկիրը։ Եթե այդ բոլոր ճանապարհները պատմեր Աստված, եթե այդ բոլոր բաները ասեր Մովսեսին, եղբայրներ ջան, քույրեր ջան, այսինքն Մովսեսը իմանար ինչա լինելու հետո։ Եթե այդ բաները իմանար, այդ դեպքում ուր կմնար հավատքը, որտեղ կլիներ հավատքը։ Չէ՞ որ Աստված Աստծո կազմավոր։ Բացի Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվավ, որպեսզի ով որ նրան հավատա չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Այսինքն չկորսվելը, ինչպես Գագիկ եղբայրը ասեց, ինչից է կախված։ Կախված է հավատալուց։ Եփեսացիս 2:8-ն էլ ասում է, որ շնորհքով եք դուք փրկված հավատքի միջոցով։ Եվ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է, որպեսզի ոչ մեկը չբարձենա։ Այսինքն փրկությունը հավատքի ճանապարհով է, հավատքի միջոցով է, ոչ մի կապ չունի քո գործերի հետ։ Քո գործերը հակառակը կարող է եւ խանգարեն, քո բարի գործերը կարող է եւ խանգարեն քեզ փրկության համար։ Ինչ իմաստով։ Որտեւ դու բարի գործեր որ անում ես, ասում ես դե ես բարի մարդ եմ, էլի, ասենք Աստված որ ինձ չփրկի, ելուն պետք է փրկի, չէ՞։ Այսինքն քո մեջ քո անձի նկատմամբ ինչ-որ վստահություն ես ունենում։ Բայց երբ որ դու տեսնում ես քեզ, որ դու ինչպես այն խաչի վրայի ավազակը, որ Գագիկ եղբայրը հիշեցրեց, խաչի վրայի ավազակը ինքը գիտեր, որ ավազակ մարդ է։ Այդ մյուս ավազակին կշտամբեց, ասեց, որ դու նախատեց, ասեց, չէ՞ որ մենք մեր արժանի պատիժն ենք ստանում։ Այսինքն ինքը հասկացավ, որ իր արժանի պատիժն է ստանում։ Իսկ այս մարդը ինչ արար։ Եվ Հիսուսին խնդրեց, ասեց, երբ որ կգաս քո թակարություն, ինձ էլ հիշիր։ Այսինքն նախ ինքը հասկացավ իր մեղավոր վիճակը եւ հետո խնդրեց Հիսուսին, որ գալուց իրան հիշի։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել, սիրելիներս, այստեղ մենք տեսնում ենք այս ավազակի հավատքը եւ այդ հավատն էր պատճառը, թե չէ այդ ավազակը ամբողջ կյանք ավազակություն էր արել։ Մարդերը սպանել, ես իմ տարբեր բաներ արի, ամբողջ կյանքում ավազակությամբ էր զբաղվել։ Բայց մենք տեսնում ենք վերջի պահին ինչ եղավ։ Ընդամենը մի խոսք ասեց, այսինքն այդ խոսքը որ ասեց իր սրտից դուրս եկա, ոչ թե հենց այնպես ասեց խոսք, այլ իր ներսի հավատից այդ խոսքը բխեց։ Դուրս եկավ եւ մենք տեսնում ենք, որ այո, իրոք դրախտում եղավ։ Հիմա տեսեք, ես ուզում եմ կարդալ Հռոմեացիս 8-րդ գլուխ 24-25 համարները, Հռոմեացիս 8-րդ գլուխ 24-25 համարները։ Վասնզի հույսով փրկվեցաք, բայց հույսը որ կտեսնվի, հույս չէ, վասնի այն բանից որ կտեսնեմ եկը, ալ ինչու պիտի հուսա։ Իսկ եթե չտեսած բաներուց կհուսանք, ալ համբերությունով կսպասենք անոր։ Ուրեմն, նորից եմ կրկնում այս խոսքը, Հռոմեացիս 8:24-25։ Վասնզի հույսով փրկվեցաք, բայց հույսը որ կտեսնվի, հույս չէ։ Վասնի այն բանից որ մեկը կտեսնի, ալի չի պիտի հուսա։ Հիմա եթե ես ասեմ տեսնում եմ, որ ես մի բաժակ ջուրը դրած է, ինչ հուսամ, հույս ունենա, որ այստեղ մի բաժակ ջուր կա դրած։ Այսինքն, եթե մի բան դու տեսնում ես, դրան էլ ինչ հուսալու կարիք կա, չէ՞։ Դրան հուսալու ոչ մի կարիք չկա։ Հույսը որ կտեսնվի, ասում է, դա հույս չի արդեն։ Ուրեմն հույսը պետք է չտեսնվի, բայց դուք հույսով եք փրկված։ Հիմա եթե Մովսեսին ճիրա բոլոր ճանապարհներն ասեց, սենց պիտի լինի, նես պիտի լինի, նես պիտի լինի, սենց պիտի լինի եւ այլն։ Մովսեսը եթե այդ բոլորը իմանար, այնտեղ էլ հույս կմնար, եղբայրներ քույրեր։ Էլ հավատ կմնար։ Աստված ուզում է, եղբայրներ քույրեր, որ մենք իր խոսքին հավատանք։ Ամենակարևոր բանը խոսքին հավատալն է։ Հիմա պատկերացրեք, ենթարենք ես ասեմ, թե ես հիմա մի խոսք եմ ասում, Գագիկ եղբայրը դի չի հավատում։ Ես խոսք եմ ասում, ինքը դի չի հավատում, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ինքը մտածում է, որ ես ով եմ, ինչ եմ ինձանից ներկայացնում, չէ՞։ Եթե իմ խոսքին չի հավատում, նշանակում է ինձ ընդհանրապես չի հավատում։ Հիմա եթե մենք Աստծո խոսքին չենք հավատում, կասկածում ենք Աստծո խոսքի վրա,
նշանակում է Աստծուն կոպիտ ասած բանի տեղ չենք դնում, մերժում ենք Աստծուն մեր սրտերի մեջ։ Եղբայրներ, քույրեր, ուրեմն շատ կարևոր է հասկանալ այն բանը, որ դու տեսնում ես, նրան հուսալ կարիք չկա։ Օրինակ Դավիթը անցյալ անգամ ես ասեցի այս մասին, չեմ հիշում, անցյալ էր թե նախանցյալ էր, որ Դավիթը Աստծո ընտրյալ մարդն էր։ Աստված ի սկզբանե Դավիթին ընտրել էր, որպեսզի Իսրայելի վրա թագավոր լինի Սաուլից հետո, Սաուլի փոխարեն հետո։ Եվ օծվել էր, որում Սամուելը որ օծել էր, ավելի մեծ շշով էր օծել, ավելի մեծ եղջյուրով էր օծել, քան թե մյուսները։ Դավիթը դա Տիրոջից ստացել էր այդ վկայությունը, բայց հիմա Դավիթը ընկել է նեղ վիճակի մեջ։ Երկրորդ թագավորած 20-ի, ուրեմն առաջ ներողություն, առաջի թագավորած 23-ում, ինչպես են անգամ ասեցի, երբ որ Սաուլ իր հետևից էր ընկնում արդեն, ինչ ասեց, Հովնաթանին ասեց, իմ և մահվան մեջ Միքայել է մնացել։ Այսինքն, շուտով ես կմեռնեմ, ընդամենը Միքայել է մնում, որ ես մեռնեմ։ Բայց այդ նույն Դավիթին Տերն էր ասել, որ դու պիտի թագավոր լինես, Տեր տվել էր ուժ, զորություն, առուստների բերանից, արշերի բերանից, ինչ էր անում, ոշխարներին բան էր անում, ձեր բերաններից խլում էր։ Այսինքն, Դավիթի ասածը, ինչ որ Տերը Դավիթին ասել էր, Դավիթը գիտեր, որ Տերն ասել է, բայց հիմա անգել է նեղ վիճակի մեջ, եւ ինչպես Մովսեսն ասեց, Տեր, հիմա դու մեզի ինչի փորձանքի մեջ գցեցիր ու մեզ չփրկեցիր։ Նույնը այստեղ Դավիթն ասում, ինչի փորձանքի մեջ գցեցիր ու չփրկեցիր։ Այսինքն կրիտիկական պահերին, կյանքի դժվար պահերին մենք մոռանում ենք Աստծո ասածը։ Եվ մենք ինչին ենք հավատում, մենք ոչ թե Աստծո խոսքին ենք հավատում այդ պահին, այլ մեր վիճակն է տեսնելով, մեր տեսածին ենք հավատում։ Դրա համար եղբայրներ քույրեր, երբ որ մենք նայում ենք, ասենք, օրինակ ասենք, մի ուրիշ բան էլ ասեմ, օրինակի համար, անառակ որդին, որ թողեց հոր տունը գնաց, չէ՞։ Գնաց հոր տունը եւ հեռու երկիր գնաց եւ մտածեց, որ իշքան հորից հեռու լի, գրածա հեռու երկիր գնաց։ Հորից իշքան հեռու լի, այնքան իր համար լավ։ Բայց մենք ինչ ենք տեսնում։ Տեսնում ենք, որ ընկավ սովամահության վիճակի մեջ։ Տեսավ էլ ճար չկա, ասավ, որ չափ բամորներ կան իմ հորս տունը հացով կշտացած։ Ելնեմ գնամ հորս տունը։ Եթե որպես որդի չընդունի, գոնե որպես բամոր կարող ընդունի էլի։ Հիմա ընդհանրենք եղբայրներ քույրեր, հայրը գիտեր իհարկե իր որդու վիճակը, որ իր որդին արդեն սովամահ կարող առնել։ Հիմա եթե խղճար այդ որդուն հայրական խիղճ ունենար, խղճար եւ ուղարկեր փողեր ասեր, որդիս, ես տեսնում եմ դու սովամահ ես ելում, վերցրու ես փողերը նորից ծախսի։ Հիմա եթե վերցնելու այդ փողերը նորից ծախսեր, ինչ է կարծում, կփոխվեր իր սիրտը, չէր փոխվի։ Նա չէր կարող արդեն գալ հոր տունը, նա նորից կշարունակեր իր կյանքը։ Դրա համար Տերը թույլ տվեց, որ ընկնի այդ նեղ վիճակի մեջ, ծովամահության վիճակի մեջ, որպեսզի ինչ անի, որպեսզի դա վերադառնա հոր տունը։ Ուրեմն Տիրոջ մեթոդները տարբեր են, եղբայրներ քույրեր։ Դրա համար, տեսեք, օրինակ վերցնենք Ռախաբին, Ռախաբ բնոջը, բոլորդ գիտեք ով էր ինքը։ Մի, ասենք, ազնվորություն, մի, ասենք, կին, որը շատ, ասենք, վարքույտ էր, փիս վարքույտ էր կին էր։ Բայց այդ կինը ինչ արավ։ Այդ կինը հավատաց։ Եվ այդ հավատքի պատճառով, թեպետ Աստված չնայեց իր անցյալը, որ ինքան առակ մի կին էր, այլ Ռախաբին փրկեց եւ Ռախաբը ցուցակագրվեց բանի որդեծնության ցուցակի մեջ։ Եղբայրներ քույրեր, մի մտածեք, որ դուք ինչ-որ, մենք ինչ-որ մեզ ինչ-որ որ Աստված որ մեզ կանչել է, ինչ-որ մի լավ բանի համար է մեզ կանչել, այսինքն մեր մեջ ինչ-որ մի լավ բան է տեսել, դրա համար է կանչել։ Ոչ, բոլոր մարդիկ էլ ծնվում են մեղքով, մեղքի ծառաներ են, մեղքի գերության մեջ են։ Բայց Տեր ասում է իմ ժողովրդի չարչարանքը տեսա,
Նա ուզում է քեզ գերությունից ազատել, նա ուզում է քեզ, ինչպես Եգիպտոսից ազատեց մարմնավոր գերությունից, հիմա Տերը քեզ ուզում է հոգևոր գերությունից ազատի։ Ինչու՞ ես դու գերի։ Դու գերու ես քո մեղքերին, դու գերի ես քո զգացմունքներին, դու չես կարող հաղթարել քո զգացմունքները, դու գերի ես դրան, բայց եթե գերի վիճակի մեջ մնաս, ինչպես Գագի Գեհբարոս, երկրորդ մահը արդեն քեզ քո վրա, երկրորդ մահից էլ չես կարող ազատվել։ Բայց Տերը քեզ ուզում ազատել գերությունից, բա ո՞նց անի, լավ, ո՞նց անի, եթե քեզ փող ուղարկի նորից դու քո կյանքով ապրես, դու չես կարող ասես, որ շատ բավորներ կան իմ հորոստունը հացով կշտացած, ելնեմ գնամ հորոստունը։ Ու մենք տեսնում ենք սիրելիներս, թե Մովսեսի կյանքում, եւ թե Դավիթի, եւ թե ընդհանրապես բոլոր սուրբերի կյանքում, մենք երբ որ հետագա տեսնում ենք Տիրոջ քայլերը, բայց իրանք նախորոք չգիտեն Տիրոջ քայլերը, եւ դրա համար էլ եղբայրին առաջանում է կասկածամտություն։ Ինչու՞, որովհետեւ մենք կարդում ենք Ծննդոց գրքի մեջ, որ Տերը որ ասել էր, որ Ծննդոց 3:6-ում, որ ասում է կինը տեսնելով, որ ծառը աղեկ էր կերակուրի համար, հաճելի էր աշկերին եւ փափակել իմաստունելու համար, առավ եւ կերավ։ Եթե ուշադիր կարդանք, ասում է, եւ կինը տեսնելով, որ ծառը աղեկ էր կերակուրի համար, հաճելի էր աշկերին եւ փափակելի էր իմաստուն ունելու համար, առավ եւ կերավ։ Այսինքն կինը տեսնելով որոշում կայացրեց, տեսնելով կինը տեսավ այդ ծառի պտուղը, տեսավ գեղեցիկա, տեսավ գեղեցիկա եւ ասաց, որ ուտեմ, Աստծուպես կլինեմ։ Այսինքն տեսնելու հիման վրա որոշում կայացրեց։ Բայց մենք տեսնելու հիման վրա չպիտի կայացնենք, ինչի ենք մենք հավատացյալ կոչվում, որ մեր որոշումները ոչ թե մեր տեսածների հիման վրա լինի, այլ լինի հավատքի հիման վրա, եղբայրներ քույրեր։ Ես չեմ ասում, հնարավոր է, որ ինչ-որ տեսնես եւ ինչ-որ հավատք ասի, հնարավոր եւ համընկնին, հնարավոր է, որ չհամընկնի։ Ինչպես օրինակ Հռոմեացիս թղթի մեջ Աբրահամի համար ասում, ես կարդամ Հռոմեացիս 4-րդ գլխի մեջ, այսպես է ասում։ Ուրեմն ինչպես գրված է 17 համար, թե քեզ շատ ազգերու հայր իր Աստծու առջև, որում ինքը հավատաց, անոր որ մեռելները կողջեցնի եւ չեղած բաներ եղածներու պես կկանչի։ Աբրահամը հավատաց, որ Աստված մեռելներին կողջացնի։ Ով կարա հավատա։ Կյանքում տես բան եղած չի, ինքը տես բան չի տեսել, բայց Աբրահամը հավատաց, եւ ինչ ասի, եւ ինքը հավատքի մեջ չտկարացած, չէ, որ 18 համարում, որ չհուսացվելու բանին հույսով հավատաց, չհուսացվելու բանին, ինչ անում չհուսացվելու բան, այսինքն այդ ինչ որ ասում ես դու, դա հույս չի ներշնչում, ինչու հույս չի ներշնչում, որովհետեւ դա չհուսալու բան է, ես ոնց հուսամ նրան, որ չեմ տեսնում դրան, ես ոնց հուսամ նրան, որ ասենք այդ բանը չեմ կարող պատկերացնել, ես դրան ոնց հուսամ, մի պարզ բանով, հավատքով։ Ուրեմն հոկտեմբերյանի շրջանում, թե որտեղ է, միացես դեպք ա եղել։ Դասատուն աշակերտներին բացատրել է, որ գիտեք ինչ, երեխեք ջան, Աստված չկա, որ ասում են, Աստված որ լիր ասա, մենք կտեսնենք, օրինակ պատուհանից ասում են նայեք, այնտեղ տրակտոր աշխատում, չէ՞։ Մենք տեսնում ենք տրակտոր աշխատում է, ձին այնտեղ արածում է, այսինքն մենք տեսնում ենք, որ կա, բայց եթե Աստված լինի, մենք իրան կտեսնենք։ Այնտեղից մի հատ երեխա, այսպես ձեռ աբարսում կարելի է մի հարց, ասում է, ասա, եւ շուրա գալու եւ ամբողջ դասային ասում է, երեխեք ջան, ասում է, բանը, դուք հիմա մեր դասատուի ուղեղը տեսնում եք, նա ուղեղ ունի, թե չունի, տեսնում եք այդ ուղեղը, ասում են չէ, դե ասում են չունի։ Հիմա եթե ուղեղը չես տեսնում, մի բան չես տեսնում, բայց դու հավատում ես, չէ որ ունի։ Դրա համար եղբայրներ քույրեր, այսօր շատ կարևոր է, որ մեր հավատքը ամրապնդվի, որ ոչ թե մենք մեր տեսած բաներին հավատանք, այլ այն անհույս բաներին, որ օրինակի համար, որ ընդհանրապես հույս չի ներշնչում, բայց եթե դա Աստված է ասել, ուրեմն մենք պետք է հավատանք։ Բայց այստեղ մի հատ նրբություն կա, եղբայրներ քույրեր։ Շատ անգամ մարդիկ Աստծո չասածը վերագրում են, որ Աստված ասել է,
եւ ընկնում են փորձության մեջ։ Օրինակ, եղել է, որ ասենք, այսպեսի դեպք կա եղել։ Դե հիմա Ղազարոսի համար Տերը ինչ ասեց, այս հիվանդությունը մահվան համար չի, չէ՞։ Աստծո փառքի համար է։ Հիմա եթե մեկը հիվանդանա, ու այդ նույն խոսքերը ասի, դենց եղել է, գիտես, այս հիվանդությունը մահվան համար չի, Աստծո փառքը, բայց գնացել են տեսել են մեռել է։ Աստված չի ասել, Աստված Ղազարոսին էր ասել, բայց Աստված ո իրան չէր ասել։ Ուրեմն դու ուշադիր լինենք, Աստծո ասածը ինչ է, դա վերաբերվում է քեզ, թե չի վերաբերվում քեզ։ Աստված շատ բաներ ասել, բայց արդյոք այդ ասածը քեզ անձամբ քեզ վերաբերում է, թե ոչ։ Այստեղ մենք պետք է զգուշություն անենք։ Իհարկե մենք շատ օրինակներ կարող ենք բերել, սիրելի եղբայրներ, քույրեր, Սուրբ Գրքից, որ մարդիկ եղել են անհուսության մեջ ինչ պատճառով, որովհետև չեն տեսել ապագան, Տերը ինչա պատրաստել իրանց համար։ Հիմա ով է տեսնում, որ Տերը մեզ համար միացքանչելի ապագա է պատրաստել, որ Տերը պատրաստել է մի քաղաք, հիմերով հաստատված մի քաղաք, որի ճարտարապետն ու արարիչը Աստված է։ Ով է դա տեսնում։ Մենք չենք տեսնում, բայց մենք հավատում ենք, եղբայրներ, քույրեր։ Հավատում ենք, որ մենք պիտի ինչ անենք։ Մենք հափշտակությունից հետո պիտի գնանք մտնենք այն երկիրը, որը պիտի տեսնենք սուրբերին, պիտի տեսնենք ուրեմն հին ուխտի, թե նոր ուխտի սուրբերին, պիտի տեսնենք Նոյին, պիտի տեսնենք Աբրահամին, պիտի տեսնենք առաքյալներին, պիտի տեսնենք Դավիթին, պիտի զրուցենք իրար հետ, պիտի սեղան նստենք իրար հետ։ Սա հո մենք չենք տեսնում, բայց սրան մենք հավատում ենք, որովհետև Աստծո խոսքը վերաբերում է հավատին, ով որ հավատա չի կորսվի, ապա հավիտենական կյանք ունենա։ Ինչին հավատա։ Ոչ թե Աստծո գոյությանը հավատա, այլ Աստծո խոսքին հավատա։ Եղբայրներ, քույրեր։ Իհարկե, ես միտեղ էլ կարդամ եւ մենք կվերջացնենք։ Մենք կարդում ենք, սիրելի եղբայրներ, քույրեր, որ Ամոսի մարգարության մեջ, Ամոսի մարգարության 8-րդ գլխի մեջ, Ամոսի մարգարության 8-րդ գլխի 11 խոսքից կարդում ենք. Ահա օրեր կուգան, գսե Տեր Եհովա, որ երկրի վրա սովը պիտի բերեմ, սով պիտի ղրկեմ, ոչ թե հացի սով եւ ոչ թե ջուրի ծարավ, ապա Տիրոջ խոսքը լսելու սով, ոչ թե հացի սով, ոչ թե ջրի ծարավ, ապա Տիրոջ խոսքը լսելու սով։ Սա երբ է լինելու։ Այս սովը երբ է լինելու։ Այս սովը լինելու է հափշտակությունից հետո։ Երբ որ եկեղեցին արդեն հափշտակվում է, բոլորը ընկնում են երկրի վրայի ժողովուրդը ընկնում են մի տեսակ բանի մեջ, այդպես խառնաշփոթ իրավիճակ առաջանում։ Մեկի երեխան է հափշտակվել, մեկի ամուսինն է հափշտակվել, մեկի կինն է հափշտակվել։ Երկրի ժողովրդի մեջ սկսում է մի տեսակ խառնաշփոթություն եւ այն հիմար կույսերը, որոնք ասենք գնացին առան, ասենք բանը յուղը վերցրեցին եկան, նրանք էլ պետք է որ չմտան բանը, նրանց մեջ արդեն մյուս հավատացյալների մեջ, որոնք չեն հափշտակվել, պետք է առաջանա մեծ ծով, մեծ ծարավ եւ ասում է նրանք շարունակության ու մեկ ծով են մյուս ծովը եւ հյուսիսին միջև արևել պետք է թափառին Տիրոջ խոսքը փնտրելու համար հոն հոս պետք է փնտրին բայց պետք է չգտնեն ինչ ցաներ վիճակա դու Տիրոջ խոսքը փնտրում ես գոնե մի խոսք ունենաս Տիրոջից բայց այդ ժամանակ շատ դժվար է միգուցե չես գտնի իսկ հիմա Տիրոջ խոսքը կա եղբայրներ քույրեր հիմա արվետարան կա սուրբ գիրք կա ես այնքան մեկ-մեկ լինում եմ գիտես որ փառք եմ տալիս Աստծուն սրտանց շնորհակալ եմ Տեր քո ավետարանի համար քո այս սուրբ գրքի համար որ դու մեզ նվեր ես տվել քո խոսքերն ես նվեր տվել որ մեր փրկության համար է ուրեմն այն հույսը որը պետք է տեսնվի հույս չի եթե ես մի բան տեսնում եմ դրան հուսալու կարիք չկա նա արդեն երևում է տեսնում է ուրեմն Տերը մեզի ցույց չի տալիս որպեսզի մենք ապրենք հավատքով եւ մենք հավատանք Աստծո խոսքին իսկ Աստծո խոսքին հավատալ նշանակում է Աստծուն հավատալը փառք Տիրոջը եկեք սրտանց ասենք փառք ես Տեր կանգնենք աղոթքի